Արգելի հետևորդներ, արգելի դիտողներ, ես ցանկանում եմ այսօր ամփոփել մի տարվա այն աշխատանքը, որ ես կատարել եմ այս YouTube ալիքում իմ վիդեոները տեղադրելով, վիդեոներ, որոնք վերաբերում են բույսերի հիվանդություններին, վնասատուներին, բույսերի աճման զարգացման պայմաններին եւ հողի բաղադրությանը, ինչպես որոշել մի հիվանդությունը, ինչպես պայքարել դրանց դեմ, ինչպես լավացնել բույսերի աճի զարգացման պայմանները։ Ես բարձր եմ գնահատում այն 445 հետևորդների յուրաքանչյուրին, ովքեր հետևում են իմ ալիքին եւ այն բոլոր մարդկանց, ովքեր դիտում են։ Թեկուզ չեն գնահատում, չեն լայքում, կապ չունի դա։ Այս բոլորը ձեզ համար է միայն, ինչպես արդեն ասել եմ, անվճար խորհրդատվություն։ Ցանկալի կլինի, որ հետևեք, շարունակեք դիտել։ Ես այսուհետև նորից տրամադրեմ ինֆորմացիա, տեղեկություններ այս կամ այն հիվանդությունների մասին եւ այսօրվա այս 25-րդ հաղորդումը ցանկանում եմ ավարտել 25-րդ այս թիվը մի հիվանդության մասին պատմելով, որը այժմյական է, որը շատ կարևոր է դրա դեմ պայքար իմանալը եւ որը շատ մեծ վնաս է հասցնում բուսական աշխարհում։ Շնորհակալություն, որ կհետևեք ինձ, շնորհակալություն, որ կգրանցվեք։ Ձեզ հետ միշտ ես եմ, Գենիկ Մովսյանը, հարցեր կլինեն ուղղեք ինձ։ Շնորհակալություն։ Այսօր ես ձեզ համար ցանկանում ներկայացնել մեկ հիվանդության նկարագիր եւս, որը վնասում է ոչ միայն մոր մազգի, այլ բազմաթիվ այլ տեսակի բույսերին։ Հաշված եմ, որ այն վնասում է մոտ 45 տարբեր տեսակի բույսերի եւ դուք պատկերացնում եք այն հսկայական վնասը, որ նա այդ հիվանդությունը կարող է պատճառել բույսերի աճին, զարգացմանը, վեգետատիվ օրգաններին, ինչպես նաեւ գեներատիվ օրգաններին, բերքատվությանը։ Այդ հիվանդության հարուցիչի լատիներեն անվանումն է Botrytis cinerea, որից էլ ծագել է նրա անունը Botrytis կամ մոխրագույն փտում կամ նեխում։ Botrytis-ը կամ մոխրագույն փտումը կարող է վնասել խաղողին, հաղարջենուն, արևածաղկին, սալորին, ելակին եւ շատ այլ կուլտուրաների, բայց ամենավտանգավորը թերևս այն խաղողի համար է եւ լոլիկի, բաց դաշտում եւ հատկապես ջերմատներում։ Մոխրագույն փտումը կամ նեխումը երիտասարդ բույսերի վրա ինչքան էլ տարօրինակ է, քիչ է ազդում եւ հիվանդությունը հիմնականում դրսեւորվում է, հայտնվում է պտղակալման փուլում, որտեղ կան բույսերի վրա վնասվածքներ, կանաչ հատումների, բերքավաքի հետևանքով։ Եթե ժամանակի ընթացքում դա հաշվի չառնել ու պայքար չկազմակերպել, ապա գորշը այդ հիվանդությունը, այս մոխրագույն փտումը շատ արագ կտարածվի բույսերի վրա։ Որոնք են հիվանդության այն նշանները, որոնցով կարելի է տարբերել Botrytis է արդյոք, թե ոչ։ Հիվանդության առաջին նշանները հայտնվում են կոնկրետ ասենք պոմիդորի բույսերի վրա հանգույցներում, որոնք ծածկվում են գորշ ագանակագույն փառով, իսկ հետագայում նաև լորձով։ Բույսի այն մասերում, ուր կատարվել է տերևների ու պտղաբույլերի հատումներ, առաջանում են գորշ երկարացած հետքեր 5-ից 35 սանտիմետր երկարությամբ, 3-ից 5 օր անց այդ հետքերը ձգվում են ցողունով ու ընդգրկում այն, եւ դրա կենտրոնում առաջանում է կեղևի հյուսվածքների մեռուկացում, այսինքն նեկրոզ։ Այսինքն ցողունի վրա առաջանում է մեռած հատված, որի միջով չեն անցնում ջուրն ու հանքային աղերը, ու այդ հատվածից վերև ցողունը սկսում է թառամել։ Տերևները եւս վարակվում են, դեղնում ու բույսի վրա առաջանում են օդային արմատներ։ Անձրևոտ եղանակին կամ բարձր խոնավության պայմաններում մոխրագույն նեխումը կամ Botrytis-ը սկսում է ակտիվորեն զարգանալ ցողունների գագաթին, ծաղկաբույլերի եւ պտուղների վրա։ Կիսախակ պտուղների մոտ պտղակոթունի վրա հայտնվում են նորից գորշ կլորավուն հետքեր, որոնք զարգանալով ծածկվում են փառով։ Ինչպես միշտ ես ցանկանում եմ ներկայացնել ձեզ համար այն պայմանները, որոնք նպաստում են Botrytis-ի կամ մոխրագույն փտման, այս հիվանդության տարածմանը, զարգացման տարածմանը։ Բույսերը մասսայականորեն վարակվում են համեմատաբար սառը եղանակներին, երբ ջերմաստիճանը 16-ից 18 աստիճան է պլյուսային սահմաններում, եւ հարաբերական խոնավությունը բավականին բարձր է, հատկապես երբ բույսերի վրա կան ջրի կաթիլներ։ Հետաքրքիր է, որ պտուղներից ավելի շատ վարակվում են դրանք, որոնք ավելի հյութալի են եւ ավելի համեղ։ Վարակման հիմնական աղբյուրը դա վարակված
բույսի մնացորդներ են, ոչ միայն լոլիկի կամ օրմազգի կուլտուրաների, այլ նաև վարունգի, հազարի եւ այլ բույսերի մոտ։ Հետևաբար պայքարը պետք է սկսել կազմակերպել հեռացնելով տեղամասից նախորդ կուլտուրայի մնացորդները, մեռած հիվանդ այդ բույսերի օրգանները եւ այլն։ Վարակի տեղափոխումն ու տարածումը կարող է կատարվել նաև կեղտոտ ու վարակված բույսերի հետ շփված գործիքներով, արտահագուստով, սարքավորումներով ու այլ հնարավոր ուղիներով։ Պայքարի միջոցառումները, որոնք են այն պայքարի միջոցառումները, որոնց շնորհիվ մենք կարող ենք կանգնեցնել այս հիվանդությունը, կարող ենք համեմատաբար կանխել եւ քիչ թե շատ, այսպես ասենք, վերացնել։ Պայքարի բոլոր միջոցառումները բաժանվում են ագրոտեխնիկական, կենսաբանական, քիմիական եւ վերջում կներկայացնեմ ձեզ նաեւ ժողովրդական պայքարի միջոցները եւ եղանակները։ Ագրոտեխնիկական պայքար։ Ես համառոտ ասեմ, որպեսզի ձեր ժամանակը շատ չխլեմ, եթե հարցեր կլինեն, դուք կարող եք դիմել, գրել, զանգել, դուք արդեն գիտեք իմ համարը, դուք արդեն գրված է սայթում։ Ագրոտեխնիկական պայքարի մեջ մտնում են առաջինը՝ մաքրել, հեռացնել հիվանդ բույսերը, իսկ բերքավակից հետո բուսական մնացորդները։ Հաջորդը՝ սանիտարական պայմանների խստագույն պահպանում, ախտահանիչների օգտագործում գործիքների եւ տեխնիկական սարքավորումների հարակազերծման համար։ Ջերմային, ջրային ու օդային ռեժիմների օպտիմալ նորմերի պահպանում։ Սանիտարահիգիենիկ պայմանների մեջ ես ցանկանում եմ հիշատակել ձեզ օգնել այսպես խորհրդով, որ ջերմատնային տնտեսություններում աշխատողները պետք է պահպանեն խստագույն մաքրություն, ոչ միայն բոթրիցիսի վերաբերյալ, այս մոխրագույն, այլ մյուս բոլոր հիվանդությունների նկատմամբ վերաբերյալ, որ մուտք ելք անելիս պետք է ցանկալի է խալաթներով հագնել, մտնել, մաքուր շորերով, ձեռքերը ախտահանել, ոտքերը ախտահանել, դրա գործիքները ախտահանել, մի ջերմոցից մյուսը տեղափոխելիս եւ խորհուրդ կտամ ջերմատան արչեւ սպունգի գուբկայի նման որևէ բան դնել, շոր դնել, որը կարող է բեկե ներծծված լինի որևէ մի ախտահանիչ, ասենք ֆորմալինով, մարգանցովկայի լուծիթով եւ այլն։ Հաջորդ պայքարի եղանակը դա կենսաբանական պայքարն է։ Ինչ է իր մեջ ամփոփում, ինչ է ընդգրկում կենսաբանական պայքարը։ Ուրեմն նախ եւ առաջ մշակությունը պետք է իրականացնել հիբրիդային, վարակազերծ եւ ժառանգականորեն դիմասկուն սերմերով։ Եվ վերջապես պայքարի կազմակերպում իրականացնել կենսաբանական պատրաստումներով՝ գամայիր, տրիխոդերմ, ֆիտոցիտ, սերենադա եւ այլ պատրաստումներով։ Անցնենք պայքարի ամենատարածված, ամենաարդյունավետ, բայց միևնույն ժամանակ ամենավտանգավոր եղանակին՝ քիմիական պայքար։ Քիմիական պայքարի մեջ մտնում է քիմիական պրեպարատների, քիմիական պատրաստումների կիրառումը բոթրիթիս հիվանդության կանխման, վերացման, այսպես համար։ Դրանցից են պղինձ պարունակող պրեպարատներով բուժումները, բոմիքս, բորդոյան խառնուրդ այսպես հիմքով, ագրիկոպեր, պղնձի քլորոքսիդ հիմքով եւ այլն։ Ագրիստրոբին, այսինքն կամ կվադրիս են անվանում նաեւ, ազոքսիստրոբին ազդող նյութով, ագրիդիվ կամ սկոր պրեպարատը, որի ազդող նյութն է դիֆենականազոլը, առանց գոյություն ունի ստրոբի, վերտիգոլդ, ռովրալ, թիովիդ, ջետ եւ այլ պատրաստումներ, որոնք շատ լավ բարձր արդյունք են տալիս բոթրիթիս ցիներեայի այս վարակի վնասի կանխելու համար։ Եվ պայքարի ժողովրդական միջոցներ։ Սրա մեջ մտնում են միջոցներ, որոնք ինչպես մի քանի անգամ կրկնել եմ, սա չի պարտադրում բոլորին, կասկած կարող է առաջացնել, բայց կիրառումը դա անվտանգ է, կիրառումը կախված է ձեզնից եւ վերջապես սա չի պարունակում ինչ-որ թունավոր նյութեր, ինչպես քիմիական պայքարի ժամանակ։ Առաջինը՝ յոդի լուծույթով կանխարգելի սրսկումներ, 10 կաթիլ յոդը 10 լիտր ջրի մեջ, շաբաթական մեկ անգամ սրսկելով, արդյունքը բավականին հուսադրող է։ Հաջորդ պրեպարատը ժողովրդական պայքարի միջոցներից մանանեխի լուծույթով սրսկումներն են։ 50 գրամ մանանեխի փոշին
խառնում են 5 լիտր երմանջրի մեջ, թողնում 2 օր ու կիրառումից առաջ խառնում են ջրի հետ մեկը հարաբերակցությամբ ու սրսկում։ Եվ վերջապես 1 բաժակ փայտի մոխիրը խառնում են 10 լիտր ջրի մեջ, ավելացնում 1 բաժակ կավիճ ու 1 թեյի կթալ ագրի կոպեր, աղնձի քլորոքսիդ ու բուժում։ Սա նույնպես բավականին բարձր արդյունք է տալիս։ Շնորհակալություն ինձ հետևելու համար, շնորհակալություն լսելու համար։ Եվ վերջում ես ցանկանում եմ մի քանի, այսպես ինչպես անցյալ անգամ ասի, տարբեր նորություններ, տարբեր տեղեկություն կտամ ձեզ։ Մի տեղեկություն հայտնեմ ձեզ եւս այսօր։ Բույսերի հիվանդությունների եւ հատկապես վնասատուների դեմ պայքարի համար մարդը դեռևս վաղուց է մտածել ինչ անի։ Մի քանի հազար տարի առաջ նույնպես մարդը փորձել է պաշտպանել իր մշակաբույսերը, իր ստեղծագործությունը, բույսերի բերքը պաշտպանել եւ այսպիսի տարբեր ինֆորմացիաներ կան։ Օրինակ Հոմերոսը իր Իլիական եւ Օդիսական գրքում թրթուրների ու բզեզների դեմ պայքարելու համար առաջարկել էր կրակով այրել բերքավակից հետո դաշտերը, ինչը մինչև հիմա շատերը անում են ացատիկային կուլտուրաների բերքավակից հետո, որը ճիշտ ասած ներկայ փուլում գյուղատնտեսական այս մշակաբույսերի այս ձևի պայմաններում չի խորհուրդ տրվում այրել։ Դեմոկրիտը 2500 տարի առաջ դեռևս վնասատուներից պաշտպանելու համար առաջարկում էր մոր մազգի ընտանիքի ներկայացուցիչ մորմից ստացված լուծույթով բույսերը ցողել, սրսկել։ Իսկ արաբ հայտնի բժշկապետ Ավիցեննան, Աբու Ալի իբն Սինան, վնասատուների դեմ առաջարկում էր կիրառել կիպարիսի կոների, օլեանդրի տերևների ու միրտի մզվածքը, որոնք ներկայումս շատ դեպքերում խորհուրդ է տրվում, այնպես էլ մորմազգի կուլտուրաների տերևների մզվածքը օգտագործել առանց թունաքիմիկատների բերքի աճեցման գործում։ Այսինքն Ավիցեննան եւ Հոմերոսն ու Սոկրատեսը Դեմոկրիտի հետ միասին օրգանական գյուղատնտեսության այդ տեսության կարելի ասել գաղափարներն են տվել ժամանակին։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ։ Կարծիքները կարող եք գրել այստեղ, կարող եք հետևել իմ ալիքին, կարող կամ զանգահարել, եթե հարցեր կան։ Շնորհակալություն ձեզ։ Առայժմ